Բարի լույս սիրելի հետևորդներս, բարին ձեզ հետ, ինչպես եք։ Սա էլ իմ վարդերը, ինչքան սիրուն են, չէ, գեղեցկություն։ Սա Եղեգնաձորից նվեր ստացած ծաղկեփունջն է։ Այնքան եմ սիրում այսպիսի ծաղիկներ, հրաշքներ։ Ես չեմ սիրում են պատրաստած բուկետները, տենց սիրում եմ դաշտի, սենց փոքրիկ փնջեր, նորորիդ կյանքն էլ թող ծաղիկներով շրջապատված լինի, ծաղիկները, չգիտեմ, ուրախություն են, գեղեցկություն են, նայեք ինչ հրաշք է սիրելի հետևորդներս, առավոտ սա եմ ձեզ ցուցադրում, վերել դրել եմ խոհանոցի անկյունում, նայում եմ ու ուրախանում ու նաև գիտեք ինչ եմ մտածում, որ ինչքան էներգիա կար այդ տատիկի մեջ, որ ոչ մեկ նման բան չեր անի, այդքան մշակել, ջրել, խնամել, տեսակ ինքն էլ արդեն մեծահասակ էր, մի խոսքով, բայց դե ինքը ուրախանում էր ու սիրում էր իր ծաղիկներին, ձմռանն էլ այդտեղ դրսում մնում են, ոչ մի բան էլ չի լինում, չի ցրտահարվում, քանի որ դրանք դրսի ծաղիկներ են, ոչ մի բան էլ չի լինում, ահա, և ես էլ ուր եմ եկել, կոֆես էլ արդեն քիչ ա մնում, վազեցի անմիջապես խոհանոց, կոֆե խմելու, խմեմ, տեսնեմ ինչ եմ անում, այնքան գործեր ունեմ սիրելի հետևորդներս, այսօր որոշել եմ մի քիչ տան մաքրությամբ էլ զբաղվել, մի քիչ տուն մաքրեմ, տեսնեմ ինչ է լինում, բոլորի մոտ է նույն սովորությունն է սիրելի հետևորդներս, արթնանալ, լվացվել ու վազել խոհանոց, մի բաժակ կոֆե խմեմ սիրելի հետևորդներս, հարմանամ, մտքերս իմի բերեմ, տեսնեմ ինչ եմ անում, թող դա լինի, ես նորից յանամ իմ ծաղիկներով բահոտը, ոյ, ինչ հավեսին ա, սա էլ մարգարիտա է, սա, այս բուջուրիկը, ասեմ, որ սենց մեխակներ դաշտերում էլ կա, մեզ մոտ վայքում, նայած, որ տարածաշրջանում կարմիրը, սպիտակը, դաշտի մեխակներ ունենք, այսօր, այն չէիմ ուզում ասեմ, սիրելիներս, մի բան հաստատ գիտեմ, որ կոֆես խմում եմ ու անմիջապես մազերս եմ ներկել, մազերս, արդեն ինչքան ժամանակ ա որոշել եմ, որ մազերս ներկեմ, ժամանակ չի լինում, չի ստացվում, ինչպես միշտ մի հատ էլ դուրս գանք պատշգամբ, վայելենք խաղաղությունը, սիրելի հետևորդներս, ծիծեռնակները հավեսին թռվռում են, ճվճվոցները գցել են, տեսեք ինչ սիրուն են սավառնում, կյախնի գան, խփեն հեռախոսիս, մեզ մոտ շուտով թթերը արդեն կհասնեն, են որ ասում են ջուրը ընգել ա մեջը, սպիտակել ա, կարմրել ա, հասնում են շուտով, ինչքան շատ ծիծեռնակներ կան, նայում եմ ինչ հավես է, ու գիտեք հիմա ինչ պետք է անեմ սիրելիներս, պետք է ավելուկս հավաքեմ, ավելուկը պետք է առավոտ շուտ հավաքեն, որ օդը սառն ա լինում, խոնավ ա լինում, եթե կեսօրին կամ իրիկունը հավաքեցին, մշրվում, չորանում, թափվում ա, գնամ ավելուկս հավաքեմ, այ, սիրելի հետևորդներս,
դուրս եկա պատշգամբ, այս քան ավելուկները պետք է հավաքեմ։ Հիմա ձեռք եմ տալիս, ինքը խոնավոտ է, օդը սառնա։ Սրանք արդեն այն մի օրվա ավելուկներն ու կարշմներն են։ Սրանք հետո այսքանը պետք է հավաքեմ։ Ցելոֆանը հավաքեմ։ Հերթով վերցնում եմ ավելուկները ու սիրում այսպես, տեսեք։ Մի ուտելու տենց չափով եմ հյուսել, որ բերես բացես, էպես։ Լավ կանաչ գույնը պահպանվել է, ավելուկներիս, հավեսին սիրուն եղել են։ Ես պոչը մտցնում եմ ստեղ, որ չբացվի։ Շար եմ մտը, հետո արդեն կհավաքեմ։ Տելեֆոնը փռել եմ, որ գետնին էլ չքսվի։ Էսի որ կեսորին հավաքեմ, չէ, կամիրիկվանը, սենց չի ծալվի։ Սենց խոնավություն ինքը չի ունենա, կփշրվի, կգնա։ Պարտադիր ավելուկը հավաքում են առավոտ շուտ հովին։ Որ ավտոլինի մի անգամ էլ կգնամ ավելուկի, էլի կբերեմ, շատ համով ավելուկներ են, մենք երևի չկա այնպիսի մարդ, որ ավելուկ չսիրի, սիրելի հետևորդներս, բոլորն էլ սիրում են, մանավանդ, որ համով, հավեսին եփում ես, յուղը տեղը, ոյ տեսեք բացվել, յուղը տեղը, սոխը տեղը, մեզ մոտ էս բանջարի գնալը, ավելուկի գնալը պարտադիր է, մարդիկ իրանց ձմռվա բանջարը պարտադիր բերում են, ովքեր չեն կարողանում բերել, առնում են, տանը ունենում են։ Եթե շատ թողենք արևի տակ, թողեմ մնա ահագին, ինքը մնձրվելու է, համն է փոխելու է, իսկական ժամանակն է հավաքելու, իսկական։
Ահա ինչ շատ է։ Հոտնել ես ինչ հավեսին է։ Ինչ եմ ուզում անել, սիրուն սենց այս ցելոֆանով տանեմ ներս, պատշգամբը կմաքրեմ, սիրուն նոր կլցնեմ համապատասխան համ իր այդ մեշոկի մեջ, որ պահեմ։ Ստեղ գործեր եմ ուզում անեմ, մաքրեմ, ավլեմ, փոշի չդնի։ Ահա, սիրելի հետևորդներս, սենց գույնը չի երևում էլի իրա, մի տեսակ գեղեցիկ իր այդ կանանչը չի երևում, բայց տեսեք, ինչքան հավեսին, չէ, երևաց, կանանչ գույն է չորացել, չի սևացել, չի դեղնել, կանաչ, սիրուն, այ հիմա գնամ մազերս ներկեմ ու անցնեմ պատշգամբը մաքրելուն։ Ահա սիրելիներս, հերթը հասավ ներկելուն, մազերս ներկելուն, Սա իմ ամանն է, որի մեջ բացում եմ ներկը, դե արդեն գիտեք, որ նիշա հնդկական ներկերից եմ օգտագործում, շատ ընտիր են, լավն են, սա ներկը, սա թուղթ է երևի, որ սենց դնես վրան, պարտադիր իրա մեջ վրցինը կա, այնքան կա տանը, որ սենց հավաքել եմ արդեն, մի հատն եմ օգտագործում, այստեղ էլի կան, սենց ճիշտն ասած, ես ստեղ էլի ունեմ, ճիշտն ասած, ստեղ էլի ունեմ, պահել եմ, էսի կեսը կա, դուրս է եկել, ոյ, կդնեմ ես պաչկայի մեջ, որ բան չլինի, իր հետ բաներով պահել եմ մի փոքր, էդի թող մնա, ոչինչ, սրանից էլ կպահեմ, հետո կներկեմ, Սիրելիներս, ուրեմ իրա մեջ ինչ կա, ձեռնոց կա, 3 հատ սենց իրա, այդ բալզամներից կա, որ ես հեսա լցնելու եմ ներկի մեջ, ներկի մեջ եմ լցնելու, սա իրա ամբողջության բացեմ, թող լցվի, մի փոքր մնալու է այն մյուս ներկերի հետ, մի քիչ էլ կա, որ մի անգամ եւս կներկեմ, բացվեց, Էսի ներկեմ ու արխային ընգնեմ իմ գործերին։ Այսքանը պահում եմ, քանի որ էլի ներկեր ունեմ, մի անգամ եւս մազերս կներկեմ։ Սրա մեջ էլ մնաց մի քիչ, նրա մեջ էլ։ Այն անցածից էլ եմ մի քիչ ճմկտե պահե, մի անգամ եւս մազերս կներկի, թող մնա։ Բալզամները։ Այս բալզամը, որ լցնում ես ներկի մեջ, մազերը ավելի փափուկ է դարձնում։
Քամեմ ավեսին ամեն օր ասում եմ այսօր վաղը ու մնում եմ առանց ներկել ասել եմ չէ այդքան գործերից միայն աշխատելով չի մարդ պետք է իրեն էլ նայի խնամի գեղեցկանա այս վերջերս անտեսել եմ ինձ գործերը շատ են ահա սկսեմ ներկել դե ներկելու պրոցեսը ցույց չեմ տա սիրելիներս ներկեմ բրցնեմ լվանամ սիրուն նոր ցույց կտամ որդներս ահա ես պատշգամբը մաքրեցի դասավորեցի այսքանը չորացրած մասուրա սոկ կպատրաստեմ այստեղ աղբի վեդրո եմ դնում պոլիփետով շորով մաքրեցի բա մաքրել եմ մեշոկները լվացել կախել եմ հա բա ումն է այստեղ իմ սապոգներն են բանջարներիս Ամալիա ինչ ես անում Արի կոֆե խմենք կարշմներն են դեռ չեն չորացել այդ վերջի անգամ որ բերեցինք բանջարներս հավաքեցի վերջապես ու այսպես սա է առաջի պատշգամբի պատկերը իհարկե էլի են մասը բան կա լվացել եմ շպիլկաների ամանն եմ լվացել սիրելի հետևորդներս ծաղիկներս սենց դասավորել եմ պատուհանին շատ ծաղիկներ ունենալն էլ մի բան չի պատկերացրեք ով էլի շատ եմ ունեցել ծաղիկներ սրանք էլ խնամեցի պոկեցի դրել եմ այստեղ տեսնեմ որտեղ եմ տանելու դնեմ իսկ այս պատշգամբս այսպես եմ դասավորել փողի ծառն է այսին քոներ մեծացել շատ է մեծացել չի տեղավորվում եւ ծաղիկները տատիկի նվիրած շնիկը այստեղ են լոլիկներն են հետո կտանեմ հողամաս սածիլելու պղպեղ մի քանի պղպեղ սածիլեցի է սամանի մեջ թող այստեղ է լինի հետաքրքիր է ինձ տեսնես կլինի այստեղ նույնպես պղպեղ են էլ այդ Լիլիթը որ դրել էր ցուրտը տարել էր տենց կտրել եմ չգիտեմ կաճի չի աճի հայսրա երկուսն էլ մաքրեցի բրծա այս դժվարին գործի գիտեք ինչ որ բանջարների սեզոնն էր բերում էին լցնում էին պատշգամբը այդպես պատշգամբն է կապ ունի մաքուր որ եղավ փոշի մոշի չեղավ տունը այդ փոշին չի գա հաստատ սիրելիներս ահա հիմա էլ անցնեմ տուն այդքան գործ արեցի մազերս դեռ չեմ լվացել մազերս լվանամ արդյունքը ձեզ ցուցադրեմ սիրելի հետևորդներս մազերս ներկեցի շատ լավ ստացվեց ավեսին եւ այսօր ես մազերիս աճ եմ նկատում ավելի երկար է մազերս շատ սիրուն է արևի տակ պետք է դուրս գամ որ իր փայլը զգացվի տեսեք այսպես էլ է երևում մազերս փայլում սիրուն սիրելի հետևորդներս շատ լավ ներկա առհասարակ այս հնդկական ամեն ինչը ընտիր է շքեղ է շքեղ ավեսին նայեք այսպես անեմ որ տեսնեք ահա ընտիրություն ստացվեց սիրելի հետևորդներս ընտիր շատ լավ է եղել այդպես ես հիմա անցնեմ իմ գործին մի հատ նախաճաշ պատրաստեմ ճաշենք Լիլիթիս հետ այսօր շատ ու շատ գործեր ունեմ անելու անելիքներ բայց գնամ մազերս կապեմ սա այսպես արեցի որ դուք տեսնեք այսպես փռեցի որ դուք տեսնեք սիրելիներս ինչ երկար հավեսին է գնամ մազերս կապեմ ու անցնեմ խոհանոց
Սիրելի հետևորդներս, Լիլիթը բրինձ ուզեց, բրնձե փլավ և ջուրը դրել եմ թողյեռը, այստեղ էլ ես ինձ համար մի քիչ սունկ եմ տապակում, ժարիտում, նախապես ես խաշել եմ սառնարանումա, սունկ կժարիտեմ, ես շատ եմ սիրում սունկ, սիրելիներս, բայց կան մարդիկ, որ չեն սիրում, ուզում էի ասեի, ով սունկ չի սիրում, բայց այո, կան մարդիկ, որ իրոք սունկ չեն սիրում, չեն ուզում, սա նախապես խաշած կապույտ ոտք սունկն է, այսպես տոպրակով դրեցի, ասի կժարիտեմ, կուտեմ, թող տժտժա, մի փոքր յուղ դնեմ ու վերջ, հրաշք են իմ ծաղիկները, հրաշք, ինքան սիրուն եմ, ասեմ, որ տատը ինձ կանչել է, որ նորից ծաղիկներ նվիրի, կասեմ տատի մի հատ ծաղկամանով, տենց ամանով վարդ տուր ինձ, ինքան սիրուն են, շատ սիրուն, գնալու եմ տատում հյուր, սիրելիներս, կանչել է տուն, տան ծաղիկներն է, որ նայեմ, անպայման գնալու եմ, Լիլիթը շատ չի ուզել, բրինձ, քիչ պատրաստեմ, չմնա հնանա, սա էլ մաքուր, շատ մաքուր բրինձ է, այնքան որ լցրեցի, մի հատ նորից աչքի տակով անցկացնեմ, Ոյ ջուրը եռած, ես բրինձն էլ լվացի, գցնեմ, մի հատ խառնենք, այ աղ էի մոռացել է, ջրին լցնել, բայց դե ոչինչ, ասեմ, որ աղ էլ չունենք, Լիլի ջան, աղ չունենք, պտի թռնես խանութ, աղ, Սարքում եմ, հիմա կա, հետո որ գնաս խանութ, կհիշացնես, որ աղել առնենք, հիմիկվա էփելու աղ ունենք, համեմունքով, ես տապակն է փոքր էր, այ, դար ժամանակին հասամ, Սնկին, սիրելի հետևորդներս, մի փոքր մարզա եմ լցնում, շատ քիչ, պղպեղ եմ կտրում, շատ համով ասենց լինում, պղպեղով փորձեք, մեկա տարին 12 ամիս սունկել կա, ջերմոցների սնկերով էլ կարակ սարքեք, հիմա ամեն ինչն էլ տարին 12 ամիս կա, թե պղպեղ, թե սունկ, ձմռանն էլ կարող եք ճարել, կարմիր պղպեղ,
ու սիրելի հետևորդներ, սնկի վրա իհարկե ձու պետք է կոտրենք, չէ, բայց ես ունեմ սառնարանում ձվի սպիտակուց, մեկ ձու էլ որ խառնեմ այդ սպիտակուցի հետ, շատ կլինի, ուստի ես այս սպիտակուցը սենց միայն սպիտակուց կլցնեմ սնկի վրա, ինչ կլինի, որ ոչ մի բան չի լինի, միջից չի հլնի փախնի, առանց դեղնուցի։ Կարող էի չասել լցնել, ոչ մեկ էլ չէր իմանամ, որ դեղնուց չկա այս ձվի մեջ, բայց դե ասեցի, որ այդպես էլ կլինի, ինչ է խանգարում, տեսեք ինչ հավեսին ստացվեց, տժտժում է, դա ինչքան համով է, սա իմ նախաճաշն է, սա է Լիլիթի նախաճաշը, անջատեմ, ահա, չեք պատրաստել այս տարբերակով, ապա պատրաստեք, շատ համեղ է, տեղ ես ես կանաչիներիցս դնեմ, հողամասի կանաչի, բողկ, մի հատ սիրուն, սեղան պատրաստենք, Լիլիթ, մարալների թագուհի, արի, Ինչը, բրինձը, չէ, սունկը սեղել է, քո բրինձն էլ էպվում է, հլե չի եղեն, քո բրինձը հեսա կլինի, արի, շտո, ինչ, Жарко, սիրելի հետևորդներս Լիլիթս հեռվից է գալիս, ինչ ես ասում, Ժարկա, ուզում է պաղպաղակ ուտի, ասում է շոքից մեռամ, это жарко, հացը կուտես նոր, մարալս, հացը կուտես, очень жарко, что-то хочу холодненького, հատ միայն հացից հետո, արի, որ նկարանվես մի քիչ, ես այդ բրինձդ կլինի, բրինձիցդ հետո կուտես, ես էլ կուտեմ, քիչ լցնեմ, թող, արիսկո, սունկ, կուտես, մի պոկի ծաղիքները, մի հատ տատիկ, ինչ, ես էլ մի քիչ սունկ լցնեմ, գնանք նստենք ուտենք, Սիրելի հետևորդներս ինձ ու Լիլիթին բարի նախաճաշ, չէ, դուք էլ նախաճաշեք, ձեզ նույնպես բարի նախաճաշ և պատրաստվենք այսօր ուր ենք գնալու լավ տեղ։